Խորքից ասենք փառք Տիրոջը։ Փառք մեր ամենակարող Աստծուն, որ մեզ բոլորիս արժանի արեց այս կիրակնորա այս տերունական օրը իր ոտքերի առաջ խոնարհվելու, իրան փառավորելու։ Ժողովուրդ ջան, նա մեծ փառքերի արժանի։ Մենք մեր մարդկային գաղափարներով իշքան էլ որ փառք տանք, ինքը ավելին է արժանի։ Որովհետև մենք ավետարանով ճանաչում ենք արդեն Աստծուն, մենք հավատքով մոտենում ենք իրան, մենք ավելի խորը հասկանում ենք, թե Աստված ինչ մեծ շնորհք է արել մեզի, որին մենք արժանի չենք եղել, ոչ թե մեր զորությունով, մեր հավատքով կամ մեր արդարությունով մենք կարողացել գալ Տիրոջը, այլ նրա մեծ ու ողորմած շնորհքն է հայտնվել մեր կյանքում, որ մենք եկել ենք Տիրոջը, եւ ինքը իրոք փառքերի արժանի է։ Ես ուզում եմ մի տեղ կարդամ, թող Աստված օգնի, որ ամենքս ճանաչում ենք իրան, մենք եկել ենք, որ Տիրոջից սովորենք, մենք եկել ենք, որ Տիրոջից առնենք իր մեծ ու սուրբ ողորմությունը։ Ես ուզում եմ 3-րդ գլխի ժողովող, 3-րդ գլխի 11-րդ խոսքից կարդամ։ Անիկա ամեն բան իր ժամանակին վայելուր ըրավ, ու աշխարհ ցալ անոնց սրտի մեջ դրավ, բայց Աստծո ըրած գործը մարդը չի կրնա սկզբեն մինչև վերջը հասկանալ։ Աստված ամեն բան իր ժամանակին վայելուչ է արել։ Ես մի ուրիշ թարգմանության մեջ գրված է եւ հավիտենական կյանքի փափակ դրեց մարդկանց մեջ։ Այսօր մենք ապրում ենք այդ հավիտենական փափակով, հավիտենական կյանքի շնորհքը ստանալու, այդ շնորհքը մենք կարող ենք ստանալ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եթե նրան խարխափելով փնտրենք, եթե նրա սրբությանը հաղորդ լինենք, նրա ողորմությունը մեծ է իր հուսացող զավակներին։ Եփեսացիների մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, Եփեսացիների մեջ Տիրոջ խոսքը ասում է, ոչ թե դա մարդկանց շնորհքով էր, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը հայտնվեցավ, որ ինքը համաձայնվեց, որ ինքը երկնքի փառքերի մեջ էր, իր անձն այնացրեց, համաձայնվավ մեր փոխարեն իր անձը դնել, խաչի հանձն առավ, որպեսզի մենք կյանք ունենանք, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, ինչպես Պողոս առաքյալը մեզ բոլորիս հորդորում եւ սովորեցնում է, որ մեկ մարդով մահը մտավ աշխարհ, մեկ մարդով էլ պիտի վերցվի։ Դա Հիսուս Քրիստոս մարդն էր, որ Աստված լինելով մարդացավ, եկավ մեզ համար, իր կյանքը դրեց, ով որ հավատա չկորսվի։ Ամբողջ Աստվածաշունչը մեզ վկայում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, որ ինքն էր հոր մոտ այն ճարտարապետը, որ հիմքերը սկսեց ու ստեղծեց այս երկինք ու երկիրը։ Ամեն բան նրանով եղավ եւ ոչ մի բան առանց նրան չեղավ։ Այսօր սիրելի քույրեր, եղբայրներ, շատերը մտածում են, որ իրանք ինչ-որ մի բան կարող են անել։ Ես էլ իմ ժամանակի մտածում էի, թե ես ինքս պետք է անեմ, ես եմ իմ Աստվածը, եթե ես չաշխատեմ, ես չբերեմ ու իմ տունը չպահեմ, Աստված ինձ ոնց կարող է հաց տալ։ Բայց հետո, երբ որ ես ճանաչեցի Տիրոջը, ասի Տերը եթե հողը չոռոգի, եթե հասկը չփուսնի, եթե ալուրը չլինի, ինչքան էլ ուզում ես ոսկի ու արծաթ ունեցի, դու դրանով չես կարող ապրես։ Այսինքն ամեն ինչ տալիս է մեզ Աստված։ Մենք պետք է կարողանանք խորապես հասկանանք Աստծո մեծությունը, թե ինչքան մեզի սիրեց։ Հովհաննես 3:16-ում ասում է, այնպես սիրեց, որ իր որդին չխնայեց։ Իր որդին չխնայեց։ Ես որ առաջի անգամ լսեցի, որ իմ համար չի խնայե իր որդին, ասի միթե ես այդքան արժանիք ունեի։
ես որ քո տեղը լինեի, Տեր Աստված, ոչ թե որդիս կտնեի համբարձումի համար, այլ ես համբարձումին չէի ների, որովհետև ես գիտեմ, թե իմ կյանքով ես ինչ վատ մարդ եմ եղել, ինչ կյանք եմ ապրել, մանկուց, իմ դաստիարակությունը, իմ աղբերները, քուրերը ընտանիքում բոլորը շնորհքով խոնար հորս հնազանդ ապրում էին, միջներից մինակ 11 երեխից, մինակ ես էի, որ ինքնուրույն էի, ես վազել էի դուրս փողոց և փողոցն էր ինձի դաստիարակել, ես այդ դաստիարակությունից ամենավատ բաները սովորել էի, բայց երբ որ ես հասկացա, որ Հիսուսը ինձի ներում է, ասի Տեր, ես ինչ շնորհք ես արել, դու ինձի ներում ես, եթե ներում ես օգնի, որ ես կարողանամ այս գիրքը կարդամ, եթե դպրոց չեմ գնացել, ինձի 3-4 դասարանից դպրոցից հեռացրել են, ես կարդալ չէի իման, ասի ես ոչ թե լսելով եմ ուզում քեզ ճանաչեմ, այլ ուզում եմ քեզ տեսնեմ, Տերը հրաշքով հայտնվավ, ինձի կարդալու այդ ուժը, կարողությունը տվավ, գիտություն տվավ, Սուրբ Գիրքը բացել եմ, կարդացել եմ, մեր տնեցիք են զարմացել, թե էսի ինչ բան է, սիրելիներս, եւ այդպես ես իրան ճանաչելով, ինչքան սկսեցի կարդալը, այնքան իմ ոչնչությունը տեսա, քանի խորացա ես, այնքան հասկացա, որ ես ոչնչություն եմ, էս ինչ ես արել դու մեզ համար, քո որդին, քո մինուճարը, քո ամենաթանկը, քո ծոցից տվել ես իմ փրկության համար, որ ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք ունենք տարիքով եղբայրներ, ես էլ եմ այդ տարիքովների մեջ, ես մեր հավատքը լսած օրվանից մինչև այսօր կարդում ենք ավետարան, Աստվածաշունչ, 30 տարի, 40 տարի, կա 50 տարի, 60 տարի, մարդ կարդում է մի գիրք, որ ամեն կարդալուց, ամեն մոտենալուց, ամեն Սուրբ Գիրքը բացելուց, ավելի խորը իմաստություն է բացվում, թե Աստված ինչ է արել մեզ համար, ինչու համար է այսքան դալիճը լցված, ինչու համար, այդ խոսքը մարդկանց սրտերին կպե ու բերել է ստեղ, մենք պետք է բացենք մեր սիրտը, բացենք մեր սրտելու, մեր աչքերը, մեր սիրտը, մեր ականջները բացենք, լսենք Աստծո խոսքը, ընդունենք մեր սրտում, որպես կյանքի խոսք, որպեսզի դրանով ապրենք, դրանով առաջնորդվենք, Աստծո խոսքը միայն կարող է մեզ կենդանացնի, մեր մեռած գործերից դեպի փրկության և կյանքին դարձնի, սիրելի քույրեր, եղբայրներ, գործ կառակելություն, ես շատ չեմ երկարացնել, գործ կառակելոցի 17-րդ գլխում, ես ուզում եմ մի քանի համար կարդամ, մենք մի քիչ ուշադրություն դարձնենք, մենք ժամանակավոր ենք այս երկրի վրա, բոլորս էլ պանդուխներ ու տարականներ ենք, մեր քաղաքականությունը երկինքն է, մենք պետք է տեղափոխվենք այնտեղ, բայց մենք երկինքի կյանքը պետք է կարողանանք երկրի վրա ապրենք, հավատքով քայլենք, Հիսուսի հետ քայլենք, մենք հավատում ենք, չէ, Սուրբ գրքում գրված է, երեք այսօր և հավիտյան նա նույնն է, նա չի փոխվում, Աստծո խոսքը այո և ամեն է, նա էլ չի փոխվում, ոչ էլ մի նշանագիր կարելի է այնտեղ ավելացնել կամ պակասեցնել, որովհետև ամեն բան իր ժամանակին Աստված վայելուչ է արել, և մենք գիտենք, որ Աստծո խոսքը շատ օգտակար է, ամեն լսողի, կարդացողի ու հնազանդվողի ու կատարողի համար, մեզ պետք է խորը իմաստությամբ գանք Տիրոջ ճշմարտությանը, և այս խոսքերի մեջ էլ, որ Աստված, կարդում եմ 24-րդ խոսքից, 17-րդ գլխի 24 խոսքից, Աստված աշխարհը ստեղծեց և անոր միջի բոլոր բաները անիկա, երկինք ու երկիրի Տերը ըլլալով ոչ ձեռագործ տաճարներու մեջ կբնակի, ոչ ալ մարդու ձեռքով կպաշտվի, բանի մկարուտի պես, քանզի ինքը կուտամ ամենուն կյանք, շունչ և
ամեն բան։ Սիրելի քույրեր, եղբայրներ, որոնք որ կարդում ենք, հասկանում ենք, որ ինքը Աստված լինելով ստեղծեց երկինք ու երկիրը եւ մարդու ձեռքով պատրաստված տաճարների մեջ չի բնակվում, այլ նա բնակվում է այն մարդկանց մեջ, ովքեր իրան անկեղծ սրտով ընդունում են Տեր ու Փրկիչ։ Ես որ առաջի անգամ կարդացի, ինքը իմ մեջ պիտի բնակվի, ես շատ էի վախենում, ասում էի, ամարդ, Տեր Հիսուսը, որ իմ մեջ բնակվավ, ես ինչքան զգուշ պետք է լինեմ, որ չմեղանչեմ Աստծո առաջ։ Ես հիմա էլ եմ վախենում, ես հիմա էլ ամեն քայլելուց, ամեն մի գործ անելուց կամ տեսնում եմ, որ պարագան գալիս է ինչ-որ մի բան խախտում է ինձ, ուզում է խախտել, ես միանգամից ասում եմ, Տեր, դու որ լինեիր կխոնարհվեիր, տուր ինձ այդ խոնարհությունը։ Դու Աստված լինելով քեզ անարգեցին, քեզ հայոյեցին, թքեցին, քեզի ծեծեցին, բայց դու իրանց ողորմություն արեցիր։ Խաչի վրայից ասեցիր հայրների, որովհետև իրանք չեն հասկանում ինչ են անում։ Ինձ սեր էր քո մեջ, հիմա այդ սերն ենք ուզում տնես մեր մեջ, հիմա ուզում ենք այդ համբերությունը տնես մեր մեջ, այդ խոնարհությունը տնես մեր մեջ, որտեղ Սուրբ Գիրքն էլ է սովորեցնում, խոնարհներին շնորհք է անում, խոնարհներին բարձրացնողը Աստված է։ Մենք պետք է կարողանանք Աստծո ներկայությունը համ հավատանք, համ զգանք հոգով, որ ինքը մեր առջև է կանգնած։ Ես հիմա ծունկս ծռելու եմ իր առաջ, իմ աղոթքը պետք է լինի ուղիղ իր հետ, որպես հոր հետ զավակը կարողանա խոսի։ Թող Տերը օգնական լինի, եւ դրա համար ասում է, ոչ թե բանի մկարոտի պես մարդկանց ձեռով կպաշտվի, նա ոչ մի բանի կարիք չունի, ինչպես ժամանակին զոհեր են արել, նոխազներ են մորթել, այդ զոհ սեղանների վրա միշտ այրուն է թափվել, Տիրոջ առաջ իրանց մեղքերի, իրենց հանցանքների համար խնդրել են, որ ներվի, ինքը դրանց կարիքը չունի, ասում է իմս է երկինք ու երկիրը եւ ամեն բան, ինչ որ կա, իմս է, միթե ես մսի կարիք ունեմ, միթե ես այդ ուտելիքները ես չեմ տալիս ձեզի, ես դրանց կարիքը չունեմ, ես ուզում եմ, որ մարդը ունենա կոտրած ու խոնարհ սիրտ, որովհետև մարգարեությունում գրված է, թեպետ ինքը բարձրերում է բնակվում, բայց ապրում է կոտրած ու խոնարհ սիրտ ունեցողի մեջ։ Մենք պետք է կարողանանք մեր սրտանց կոտրված խոնարհ սիրտ ունենանք, խոնարհվենք իր մեծության առաջ, խոնարհվենք իր ներկայության առաջ, որ մենք մեր խոնարհվելուց էլ մեր բավականությունը զգանք, որ ես անկեղծ խոնարհվում եմ ու ես հավատում եմ, որ ինքը կանգնած է։ Դրա համար ես 26-րդ խոսքն եմ շարունակում կարդալ, ու բոլոր ազգերը մեկ այրունե ըրավ, որ բուրձի երկրի երեսի վրա բնակին ու որոշված ժամանակներ հաստատեց, ու անոնց բնակության սահմաններ զաստված փնտրելու, այսինքն բոլոր մարդկանց մի այրունից ստեղծեց։ Եղել է առաջի մարդը Ադամ Եվա, եւ մինչեւ հիմա, մինչեւ աշխարհի վերջը, այդ մեկ այրունից է ստեղծել բոլոր ազգերը, եւ ամեն մարդկանց համար իրանց ապրելու տեղը սահմանե, որ Աստված փնտրեն, Աստված փնտրեն։ Մենք գիշեր ցերեկ պետք է խնդրենք իր երեսը, գիշեր ցերեկ մեր աղոթները պետք է լինի, Տեր հայտնվի իմ կյանքում, Տեր խոսի։ Ես աղոթների ժամանակ լինում է կարողանում եմ մի կես ժամ 40 րոպե լռել, ընդամենը լռել, ոչ մի բան չեմ ասում, ոչ մի բան չեմ աղոթում, ուշադիր լսում եմ, Տեր, ինչ ունես ինձ ասելու։ Ես խոնարհվում եմ, Աստված բաներ կա, որ ես հոգսով, ծոմով աղոթում եմ, խոնարհվում եմ, ես առնում եմ, ինքը ինձ ասում է, ինձ գերեշերը երազիս մեջ է հանե,
ասել է իմ քնի ժամանակ է հանե, ասել է բաց ավետարանը, բաց ես համարը կարդա, այդ համարը կարդալով ես հասկացել եմ, որ էդ էիր ուզում ինձ ասեիր, Տեր, շնորհակալություն եմ հայտնել ու նորից պարգել եմ քնելու, որովհետև մենք պետք է լռությամբ կանք, մենք շատ անգամ խնդրում ենք, Տեր այս բանը դու պիտի անես, այս բանը արա, էսի սպես պիտի լինի, մենք ուզում ենք իրան օգտագործենք մեր սրտի ուզած բաները կատարելով, դրա համար Հակոբոսը ասում է, խնդրում եք ու չեք առնում, որովհետև չարաչար եք խնդրում, ձեր սրտի ուզածը կատարելու համար եք խնդրում, դրա համար էլ չեք առնում, մենք պետք է խնդրենք ոչ թե մեր ուզածի, այլ քո կամքը թող լինի, եւ այս մի երկու համարն է կարդամ ու ես կվերջացնեմ, որ ըլլա թե խարխապելով զինք փնտրենք, թեպետ մեր ամենքեն ալ հերու չէ, վասնզե անով կապրինք, անով կշարժվենք, կանք ինչպես ձեր բանաստեղներ մի քանիները ըսին, քանի մենք անոր ցեղեն ենք, մենք Աստծո ցեղեն ենք, մենք Աստծո որդիներ ենք, եւ Հովհաննես ավետարանի առաջի 12-րդ խոսքում ասում է, իրեններուն եկավ իրենները չընդունին, ով որ ընդունեց անոնց իշխանություն տվեցավ Աստծո որդիներ լինելու, փառք մեր Տիրոջը, դուք բոլորդ Աստծո որդիներ եք, որովհետև այսօր եկել եք, հավատում եք, ուզում եք հանդիպեք Տիրոջը, մեծ հավատում եմ, որ այստեղ բոլորից բերել է այն հավատքը, որ Հիսուսը տվել է մեզ, ամեն մեկս ինչ որ առնելու ենք, հավատքով խնդրելով ենք առնելու, թող Տերը փառավորվի, Տերը օրհնի ձեզ բոլորիդ, դուք շատ լավ եք արել, որ ընտրությունը տվել եք Հիսուսին, դուք շատ լավ եք արել, որ այսօր ստեղ եք, շատ լավ եք արել, որ ձեր ականջները տալիս եք Աստծո խոսքը ու այս ճշմարտությունը լսելու, մի ճշմարտություն կա, մի ճշմարտություն, ճիշտեր շատ կան, ամեն մարդ իր հերթին կարող ասի, ես ճիշտ եմ, լավ է, որ դուք սաղը ճիշտ եք, բայց ճշմարտությունը միադ է, Տեր Հիսուս Քրիստոս ասեց, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ինչքան ուզում ես ճիշտ եղի, եթե Հիսուսի մեջ չմտնես, այդ ճշմարտությունը չես ճանաչի, այդ ճանապարհը չես գտնի ու երկնքի առկայություն չես մտնի, դրա համար մենք բոլորս ուզում ենք, որ մեր առջևից Հիսուսը գնա ու մենք էլ բոլորս իր հետևից, թող Տերը փառավորվի, ամեն, Աստված օրհնի ձեզ։